Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում։ Երեկ երեկոյան Երևան-Սևան ճանապարհին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 24-ամյա բնակիչ Սևակ Քամալյանը, որ տրանզիտով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, կողաշրջվել եւ հայտնվել ձորում։ Վարորդին օգնության են հասել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիները։ Նա տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Վթարի պահն արձանագրել է տեսախցիկը, կադրերը բացառիկ են։ Ըստ տեղեկությունների Քամալյանը վարորդ առաքիչ է։ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած եւս մեկ ավտովթարի մասին։ Երեկ հետկեսօրին ճանապարհի 40-րդ կիլոմետրին ՎԱԶ 2106-ի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը հարվածել է երկկողմանի ճանապարհը զատող երկաթե արգելապատնեշին։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ Եվս մեկ խոշոր ավտովթար կրկին Կոտայքի մարզում։ Երեկ երեկոյան 21-ամյա Լևոն Մկրտչյանը Չարենցավանի Երևանյան եւ Մելտոնյան փողոցների խաչմերուկում Նիվայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ գլորվելով հայտնվել դաշտում։ Վարորդն ու 3 անչափահաս ուղևորները տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Նունե Գրիգորյան, Տաթևիկ Գրիգորյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան այսօր։